Արցախ պուրակը նախկինում եղել է վանաձորցիների հաճելի ժամանցի կազմակերպման վայրերից մեկը։ Պուրակն արդեն 4 տարուց ավելի է պատկանում է Մոսկվայի կինոթատրոնի տնօրեն եւ սեփականատեր Մարտին Ադոյանին, ով նախատեսել է կինոթատրոն կառուցել։ Շինությունը կընդգրկի շուրջ 800 քառակուսի մետր եւ կհամապատասխանի եվրոստանդարտներին։ Տարիներն անցնում են, իսկ կինոթատրոնի շենքի շինարարական աշխատանքները հետաձգվում են։ Այս առիթով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի հրավերով Վանաձորում էր Մարտին Ադոյանը։ Զրույցի ընթացքում քննարկվեց աշխատանքների մեկնարկման ժամանակացույցը։ Սամվել Դարփինյանն առաջարկեց մինչև կինոթատրոնի կառուցման աշխատանքները սկսել է բարեկարգել պուրակը, իսկ պայմանավորվածությունը խախտելու պարագայում քաղաքապետարանը հետ կվերցնի գնաց պուրակը։ Պետք է բարեկարգվի ժողովրդի համար, զբաղվելու համար մի երկու սարքավորում դրվի, տարածքը մնա այնքան, երբ որ ասենք իրանք միջոցներ կունենան եւ կինոթատրոնի շենք կկառուցեն, իսկ եթե ոչ, քաղաքապետարանը պատրաստ է օրենքով սահմանված կարգով իրենց գումարները հետ վերադարձնի եւ տարածքը վերցնենք, մենք ինքներս բարեկարգենք։ Պուրակի սեփականատեր Մարտին Ադոյանը 60,000 դրամ է վճարում կենտրոն համատիրությանը տարածքը մշտապես մաքուր եւ բարեկարգ պահելու համար։ Մարտին Ադոյանը խոստացավ մեկ ամսվա ընթացքում քաղաքապետին ներկայացնել կինոթատրոնի շինաշխատանքների բիզնես պլանը, որը կմեկնարկի հավանության արժանանալու դեպքում միայն։ Քննարկումից հետո տարածքի սեփականատերը ծանոթացավ պուրակի անբարեկարգ վիճակին եւ նշեց, որ շենքի կառուցման աշխատանքների ձգձգումը պայմանավորվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, քանի որ այսօր աշխարհում նվազել է բնակչության կինոթատրոն հաճախելու ցուցանիշները։ 3 տարբեր կառույց էր պլանավորված, որպեսզի այդ 3-ը դրվեր հանրային քննարկման եւ դրանից ընտրվեր այն, որը ավելի մոտ կլիներ մեր Վանաձորի ազգաբնակչությանը։ Բայց այսօր աշխատացած մեր բոլոր կինոթատրոնները գտնվում են, ասենք, չեմ ասի շատ վնասաբեր վիճակում, բայց այդ հնարավորությունը չունեն, որ սկսեն այս կառույցի շինարարությունը, որովհետև այս կառույցի շինարարությունը ոչ թե 100,000-ներ, այլ միլիոնների կառույց է լինելու։ Դա մոտավորապես 2.5-3 միլիոնի սահմաններում պետք է կառուցել։ Վերջինս նշեց, որ կինոթատրոններից ստացված եկող տարվա ողջ եկամուտը կծախսվի կինոթատրոնի կառուցման վրա, չբավականացնելու դեպքում հավելյալ վարկային ռեսուրսները կարողացնեն աշխատանքի մեկնարկը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պուրակում կիրականացվեն որոշ բարեկարգման աշխատանքներ։ Սյուզաննա Բրուտյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։